Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է դեկտեմբերի 10-ի համար, տարվա բոլոր ծնված նշանների համար, օրը չորեքշաբթի է և տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այսօր։ Գնանք առնետներին։ Ինչ է սպասվում առնետներին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի առնետներ, այդ օրը տան հետ կապված որոշ իրադարձություններ ունեք, հնարավոր է նաև առիթ է, հնարավոր է նաև տանն է վերաբերվում ինչ-որ մի հարց է, ընտանիքի անդամներին, ոմանք կարող են տեղափոխվել, ինչ-որ հարցեր լուծել, վարձը վճարել, նաև ինչ-որ բան տխրեցնում է և տատանվում եք, կարող է տատանվում եք, դա է հետո ձեզ գցում ոչ, ինչ-որ դեպրեսիվ վիճակի մեջ կամ այդպես միայնակության տպավորություն է, ոնց որ մենակ եք, ոչ ոք չկա։ Կարիերայի հետ կապված եւս էլի կարող եք այստեղ աշխատանք միգուցե չկա, միգուցե նաև պատվերները չկան կամ աշխատանք չեք կարող գտնեք, կարիերան որտեղ որ աշխատում եք նույնն է, ոչ մի առաջ խաղացում չկա։ Նաև երեկոյան եւս էլի մի քիչ խառը օր է, երեկոյան եւս էլի գորգռում եք ձեր ընտանիքի անդամների վրա, ձեր երկրորդ կեսի վրա, միգուցե ամուսնության առաջարկ են անում իրա վրա եք գորգռում, միգուցե սիրո խոստովանություն անում իրանց վրա եք գորգռում, համենայն դեպս նաև սա գործընկերներն են, ում վրա որ կարող եք գորգռալ եւս։ Ձեզանից է, հա, դուք եք գորգռացողը, դուք պետք է կարողանաք ձեզ զսպել, եթե չեք ուզում։ Ընտանիքում կռիվ լինի կամ աշխատանքի վայրում։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին դեկտեմբերի 10-ին։
Հարգելի ցուլեր, սա տարվա ծնված ցուլերն են նաև, գոմեշ է կոչվում, եզ է կոչվում, այդ օրը կարիերայի բարձրացում ունեք, նաև գումար կստանաք կամ գումար կծախսեք, միգուցե դա գումարի հետ է կապված, կող աշխատավարձն են բարձրացնում ձեր, նաև առաջխաղացում ունեք, զարգացում ձեր գործերում, կարող եք գնալ որևէ մի տեղ երկար մնալ, ոմանց մոտ սա ձեր առաջ խաղացումն է դեռևս կանգնած, կարող է օրինակ գումարը ստանում եք, աշխատավարձը բարձրանում ամեն ինչ, բայց դեռ ինչ որ առաջ խաղացում այս պահին չկա, միգուցե ամանորից հետո են խոստանում ձեզ, իսկ ոմանց մոտ սա հստակ առաջ խաղացում է, բայց ինչ որ միտեղ կարող եք գնալ, երկար մնալ կամ դանդաղում է դա, Թե ինչ որ մի բանը կա, ինչ որ մյուսը չկա, հա, ոնց որ չի լինում առաջ տանել։ Այդ օրը նաև հանդիպում կամ շփում կունենաք ոչ թե տղայի հետ, միգուցե նոր ծանոթություն է, ուրախ կլինեք, տրամադրությունը բարձր կլինի։ Եվ այստեղ ոմանց համար ինտիմ հարաբերություններին է վերաբերվում, ինչ որ մի բան կարող է փակել, ինչ որ մի բան չի ստացվում, կարող է հանդիպել եք ձեր սիրելիի հետ եւ չեք կարողանում կամ հյուրանոց գտնել կամ տունը մարդ կա կամ սա բացի դա էլ սա վերաբերվում է ինչ որ մի բան որ փակ է առաջ չի գնում ձեզ մոտ միգուցե ժամանակին վիճել եք եւ գուցե նաեւ դեր երկրորդ կեսի հետ է կապված կամ պարկած մտածում եք այդ մասին թե ինչպես բացել դա, ինչպես անել, միգուցե ինչպես հաշտվել, այն ինչ որ բան է, որը փակ է, առաջ խաղացման հետ է կապված, դա կարող է լինել հարաբերությունները, գործերը եւ այլն, եւ իհարկե վեճի։ Կարող վիճել եք, բայց տեղից չի շարժվում դիմացինը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վագրերին։ Ինչ է սպասվում վագրերին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի վագրեր, այդ օրը առավոտյան տատանվում եք, ծանրոց հետև եք անում, ճանապարհ եք գնալու, միգուցե ճանապարհի հետ է դա կապված, կամ միշտ անեք, երբ գնաք, որ ժամին դուրս գաք, որ ճանապարհով գնաք եւ այլն։ Կամ մարդիկ են գալու ձեր տուն եւ տատանվում եք ինչ հյուրասիրեք կամ նման այլ պահեր։ Օրվա ընթացքում ոչ էլ լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ, որ ձեր տրամադրությունը բավականին կբարձրացնի եւ երեկոյան կամ ժամին ուշադրություն չեք դարձնի, թե երբ եք քնում կամ շուտ եք պարկելու կամ ուշ այստեղ կամ ուշ եք տուն վերադառնալու նաեւ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք նապաստակների։
Ինչ է սպասվում նապաստակներին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի նապաստակներ, այդ օր առօրյան բավականին էմոցիոնալ կլինեք, էմոցիոնալ այդպես ինչ-որ մեկի նամակ կգրեք, կամ այդ նամակից է, փաստաթուղթ է, ինչ-որ մեկին եք փաստաթուղթ ուղարկում, առավոտյան արագ արթնանում եք, որ ուղարկեք, նաև գնում եք, որպեսզի ձեր փաթեթը ստանաք։ Նաև ոմանք սիրո խոստովանություն կանեն, ոմանք ժամադրության կգնան, ոմանք սիրված կզգան իրենց, հնարավոր է նաև աշխատանքի եք ընդունվում, դրա համար եք ձեզ լավ զգում, կամ հարցազրույցի եք գնում, նաև պետական աշխատողի հետ հանդիպում ունեք։ Եվ այստեղ խոչընդոտներ է որևիցե մասնագետին տեսնելու համար, կամ զբաղված է, կամ տեղ չունի, որ ձեզ ընդունի, ինչ որ պահեր են, այստեղ մասնագետի հետ կապված։ Եվ որևէ մի բան է ուշանալու, մոտավորապես 3 ամիս այն կարող է ուշանալ ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք վիշապների։ Ինչ է սպասվում վիշապներին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի վիշապներ, այդ օրը սպասում եք, հույսով սպասում եք ինչ-որ մեկին կամ ինչ-որ բանի։ Նաև երկեզանի մարդիկ կան ձեր շրջապատում, միգուցե ձեզ գցեն կասկածի մեջ կամ մտքերի մեջ, սկսեք տատանվել։ Օրվա ընթացքում նաև օձեր կան, չար մարդիկ, նախանձ մարդիկ, և երկար սպասված ոչ է տեղեկատվություն կստանաք, լուր, փաթեթ, ինչ-որ փաստաթուղթ, ինչ-որ մեկից նամակ,
Միգուցե հիվանդանոցից է, միգուցե բժշկական կենտրոնից է, այստեղ նաև մասնագետ է, ում կարող եք հանդիպել կամ հետո գնալ որևէ բժշկական կենտրոն, որևէ մասնագետի հանդիպել, նաև դա կոսմետոլոգի մոտ է, որ եւս այնտեղ կարող եք դե բնականաբար մասնագետի հետ խոսել։ Միգուցե ժամ եք վերցնում, հա, գնում եք այնտեղ եւ իրենից ժամ եք վերցնում, որ հետո գնաք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կոչերին։ Ինչ է սպասվում օծերին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի օծեր, այդ օրը կարող եք այցելել որևէ հիվանդանոց, այստեղ ձեր սիրելիներից կան մարդիկ, ովքեր որ հիվանդ են, պարկած են, ձեր հարազատներից են, գնում եք հիվանդանոց, ելք եք փնտրում, գուցե մտնեք հիվանդի մոտ կամ ելք եք փնտրում բուժման համար։ Եվ այստեղ ինչ-որ մի բան է ուշանում ձեզ մոտ մոտավորապես 2 ամիսից մի փոքր ավել, փակ է, ինչ-որ խոչընդոտներ կան, դրա համար էինք ձգձգվում։ Միգուցե 2 ամիս պետք է բուժվի, եթե այստեղ վերաբերվում է, հա, տվյալ անձնավորությանը։ Միգուցե եւ ոչ, հա, միգուցե ուրիշ ոլորտ է։ Եվ ոմանք այստեղ կամ գիշերն եք աշխատելու, կամ ինչև ուժամ եք աշխատելու, միգուցե առավոտյան գնում եք, հետո պետք է աշխատեք, որովհետև ինչ-որ լրացնեք ժամը կամ եւ այլն, ինչ-որ պահեր են։ Նաև ոմանք կարող են աշխատանքի ընդունվել կամ գնաք ուժամի աշխատանք փնտրելու։ Նաև սա պետական աշխատողի հետ հանդիպում է կամ խոսակցություն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձիերին։ Ինչ է սպասվում ձիերին դեկտեմբերի 10-ին։
Հարգելի ձիեր, այդ օրը առավոտյան մտքերի մեջ կլինեք, առավոտյան մտածում եք ինչ-որ մեկի մասին կամ ինչ-որ բանի մասին, օրվա ընթացքում նաև կարող ցանկանալ պարկել, հանգստանալ, միգուցե հիվանդ եք, միգուցե ձեզ վատ եք զգում, պարկում եք նաև։ Դա նաև ինտիմ հարաբերություններ է ոմանց համար։ Եվ երեկոյան ինչ-որ բանի եք սպասում, ինչ-որ մեկին եք սպասելու կամ ինչ-որ բան է սա, որ սպասում եք, որ տանեչիները տուն գան ուժում է։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մարդում։ Գնայինք այծերին։ Ինչ է սպասվում այծերին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի այծեր, նաև ոչխարներ է կոչվում։ Այդ օր աշխատանքի հետ կապված ոչ եք կտրուկ քայլ կանեք, կամ կգնաք աշխատանք փնտրելու, կամ միգուցե ուզում եք ազատվել, գուցե ինչ-որ շտաբ կամ արագ հանդիպեք ոչ պետական աշխատողի հետ, միգուցե տնօրենի հետ, կամ ձեզ շատ արագ կանչեն հարցազրույցի։ Ինչ-որ քայլ կարող եք անել, միգուցե նաև անմտածված, եթե դուրս գաք օրինակ աշխատանքից, ինչ-որ կտրուկ է այդ քայլը, որ հետո կարող եք փոշմանել։ Նաև օրվա ընթացքում պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, դա կարող է լինել ուսման կենտրոն, բժշկական կենտրոն, նաև յուրաքանչյուր պետական հիմնարկություն, եւ երեկոյան այստեղ երկեսանի մարդիկ կան ձեր կարիերայի հետ է կապված դա։ Այնպես են անում, որ առաջ չգնա, միգուցե հենց այնպես են անում, որ դուք աշխատանքից զրկվեք եւ իրենց համար դա ավելի լավ է։ Այնպես որ ովքեր որ աշխատում են, մի փոքր ուշադիր եղեք եւ մի վստահեք այդ օրը ինչ-որ մարդկանց եւ կտրուկ գործողություններ մի արեք։ Հատկապես աշխատանքից դուրս գալու հետ կապված։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կապիկներին։ Ինչ է սպասվում կապիկներին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի կապիկներ, այդ օրը ինչ-որ մի բան է փակ, ինչ-որ մի բան չի ստացվում, նոր է պետական հիմնարկության հետ է կապված։ Հնարավոր է նաև
Միգուցե ձեզանից է կախված նաև, որ ինչ-որ մի բան չեք անում, կամ որ չէ տղամարդ է, պետական աշխատող է, կամ ձեր հայրն է, ձեր ամուսինն է, ինչ-որ մի բան նաև իրենց է կապված, որ չի ստացվում։ Նաև օրվա ընթացքում լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, գումար կամ կծախսեք կամ գումար կգա, զարգացում ունեք, առաջ խաղացում, ձեր գործերում, որևիցե միտեղ կգնաք, երկար կմնաք, կամ կարող իմանալ, որ ինչ-որ բան է դեռ դանդաղում, դեռ պետք է սպասեք, եւ հնարավոր է որևիցե հնարավորություն ձեր ձեռքից բաց թողնեք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, միգուցե դուք եք դանդաղ մտածում եք, կամ դա է ձերն էր։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք աքաղաղներին։ Ինչ է սպասվում աքաղաղներին դեկտեմբերի 10-ին։ Դե սա անկավ, սա առաջինն է եւ դրա համար չեմ նայում։ Եվս մեկ անգամ փորձենք։ Ով նայում է, հա, այս պահերը։ Ինչ է սպասվում աքաղաղներին դեկտեմբերի 10-ին։ Հարգելի աքաղաղներ, այդ օրը ժամի հետ կապված ոչ է մի բան է, որը հաջողություն կունենա կամ ճիշտ ժամանակին կհասցնեք, կամ նաև ճիշտ ժամանակին կգան, կարող եք նաև ժամ պայմանավորվել, օրինակ այնտեղ մասնագետ կա, միգուցե ժամ եք պայմանավորվում որևիցե մասնագետի հետ։ Եվ սպասում եք ինչ-որ մարդկանց, երևի թե չեն գալիս, այստեղ օձեր կան, նաև վիճում եք, նաև երկերեսանի մարդիկ կան, հա, միգուցե այդ սպասման հետ է կապված, հա, ինչին որ սպասում եք չկա, կամ ում որ սպասում եք պատասխանի եք սպասում օրինակ, հա, եւ այդ կեղտերը չեն պատասխանում։ Եվ նաև օրվա ավարտին որևիցե լուսավոր մի բան տեղի կունենա ձեզ հետ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք շներին։ Ինչ է սպասվում շներին դեկտեմբերի 10-ին։
Հարգելի շներ, այնպեսի տպավորություն, որ տունն եք նստելու, ոչինչ չունեք անելու։ Այստեղ հանկարծակի լուր կարող լսել, միգուցե դա աշխատանքին է վերաբերվում, ոմանք կարող են ընդունվել աշխատանքի, ոմանք պետական աշխատողի հետ հանդիպեն, նաև պատվեր է, ինչ-որ անսպասելի պատվեր եք գրանցում, ինչ-որ բանով եք և զբաղվում, որ այստեղ չկա, չի երևում, ցույց չի տալիս, թվում է, որ ոչինչ բաց չեմ թողել, ամենայն դեպս նայում եմ և չկա, կամ իրոք, ոչինչ չունեք անելու, տանն եք նստած բոլորով, կամ նույնն է, ինչ որ կա, մշտապես և ոչինչ չունի, այստեղ նայեք առավոտյան 6 ձեր զուգընկերոջ հետ կամ ձեր ընտանիքի անդամների հետ, այնպես որ պետք է զգույշ լինել, այդպես կարող եք թթված լինել, ամբողջ օրը դրա համար է ինչ որ բաներ ցույց չի տալիս, գուցե նաև իրիկունն եք գնում աշխատանքի, այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում, գնայինք վարազներին, խոզերի, ինչ է սպասվում վարազներին դեկտեմբերի 10-ին, Հարգելի վարազներ, խոզեր, այդ օրը լավ լուր կլսեք, բարի լուր կլսեք, ձեր տրամադրությունը կբարձրանա, էներգիա ավելի կլինեք, պետական հիմնարկության հետ կապված հարցեր կան, նա հիվանդանոց է, ուսման կենտրոն է, ինչ-որ մի տեղ է, որտեղ պետական է համարվում, այնտեղ ինչ-որ գործեր ունեք, նաև հանդիպում կամ շփում վայեցե տղայի հետ, նաև միայնակների համար միգուցե նոր ծանոթություն է, կտրուկ ոյցեք հայլ կանեք կամ անսպասելի ոյցե մի բան տեղի կունենա ձեզ հետ, գումար կամ կստանաք կամ գումար կծախսեք, հեռախոսազանգ ունեք այդ օրը, հաջողություն ունեք, այստեղ կարիերան նվազում է, բայց երբ որ հաջողություն կա, դա նշանակում է, որ այնինչ որ ձեզ մոտ կանգնած էր, նորմալ չէր, այն կարիերայի հետ կապված պատվեր չկար, աշխատանքը քիչ էր, սա, ոնց որ սկսում է հաջողություն գալ և այն սկսում է ավելի շատանալ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։